Ազգային ժողով կառավարություն հարցուպատասխանի ընթացքում Փաշինյանը հայտարարել է, որ 300,000 ադրբեջանցիների վերադարձի մասին խոսակցությունները ֆեյք, մտածածին եւ հորինված թեմա են, ընդգծելով, որ նման հարց չի եղել, չկա եւ չի լինելու։ Վարչապետը նշել է, որ խաղաղության օրակարգը բացառում է նման շահարկումները եւ կոչ է արել հասարակությանը համապատասխան գնահատական տալ այդ տեղեկությունները տարածող քաղաքական ուժերին։ Այսինքն, եթե մենք հակամարտության տրամաբանության մեջ ենք մտնում, ինչ խոսույթներ կարող են ձևավորվել, բայց խաղաղության օրակարգը եւ խաղաղությունը թեմաները, բոլոր թեմաները փակում է եւ փակել է։ Հայաստանում պաշտոնապես մեկնարկել է արծիվ գործընկեր 2026 զորավարժությունը, որը կանցկացվի հունիսի 17-ից 25-ը։ Զորավարժությանը մասնակցում են Հայաստանի, Միացյալ Նահանգների, ինչպես նաև Ֆրանսիայի եւ Հունաստանի զինված ուժերի ներկայացուցիչներ։ Նպատակը խաղաղապահ առաքելությունների պատրաստվածության բարձրացումն է եւ համագործակցության ամրապնդումը։ Ադրբեջանի նախագահը ընդունել է ամերիկացի կոնգրեսական Աբրահամ Համադեին, ով հեղինակել է Ադրբեջանի դեմ 90-ականներին սահմանված 907-րդ բանաձևի պատժամիջոցները չեղարկելու օրինագիծը։ Ադրբեջանական ապագործակալության փոխանցմամբ Ալիևն ու Համադեն քննարկել են իրենց ձևակերպմամբ թրիփ միջանցքի ստեղծման հնարավորությունները տարածաշրջանային տրանսպորտային կապակցվածության զարգացման տեսանկյունից։ Ալիևն էլ այնուհետև շեշտել է, թե Դոնալդ Թրամփի իշխանության վերադառնալուց հետո ադրբեջանա-ամերիկյան հարաբերությունները հաջողությամբ զարգանում են։ Ադրբեջանի կապը Նախիջևանի հետ եւ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի իրականացումը, որը միջազգային մակարդակով կոչվում է TRIP, կարևոր նշանակություն ունի ոչ միայն ադրբեջանական արտահանման, այլև միջին միջանցքի արդյունավետության բարձրացման, ինչպես նաեւ Կենտրոնական Ասիայի երկրների, Չինաստանի, Թուրքիայի եւ Եվրոպայի միջև կապերի ամրապնդման համար։ Հայտարարելով այս մասին Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Ջաբարովը նաեւ ասել է, թե հենց այդ պատճառով էլ իր ձևակերպմամբ ազատագրված տարածքներում ստեղծվող երկու արդյունաբերական գոտիներից մեկը կողմնորոշված է դեպի տրանսպորտի եւ լոգիստիկայի ոլորտ։ Ջաբարովը նաեւ հավելել է, թե ի վերջո պետական ներդրումների շարունակումն ու միաժամանակ մասնավոր հատվածի, այդ թվում օտարերկրյա ներդրողների հետաքրքրության աճը հանդիսանում են այդ բանալին։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը կարող է նոր դռներ բացել։ Սա Մոսկվա մեկնած թուրք գլխավոր դիվանագետի գնահատականն է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո։ Հական Ֆիդանը նշել է, թե Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատվել եւ երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը գոհացնում է Անկարային։ Ֆիդանը նաեւ պնդել է, որ Հարավային Կովկասում առկա խնդիրները պետք է լուծվեն հարևան տարածաշրջանային պետությունների մասնակցությամբ եւ այդ առումով կարեւորել է 3 գումարած 3 ձևաչափը։ Բաքվի վերաքննիչ դատարանը շարունակել է քննել Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարների եւ մյուս գերիների գործով բողոքը։ Պաշտպանական ճառով հանդես է եկել Արցախի հանրապետության պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի փաստաբանը, որը դատարանից խնդրել է Մնացականյանի նկատմամբ կայացնել արդարացման դատավճիռ։ Իր ելույթում Մնացականյանը եւս վկայաբերել է իր փաստարկները եւ հայտարարել, որ համակարծիք է իր փաստաբանի ասածներին։ Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունիսի 23-ին։ Ադրբեջանը օկուպացրած Արցախում Աստղաշեն գյուղում ոչնչացրել է արցախյան ազատամարտում զոհված աստղաշենցի մարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանը։ Արցախի պատմական միջավայրի պահպանության պետական ծառայությունից հայտնում են, որ համաձայն արբանյակային լուսանկարների վերլուծության 2024-ի ապրիլի 19-ից 2025-ի հուլիսի 15-ը ընկած ժամանակահատվածում ադրբեջանական վարչակարգը ոչնչացրել է արցախյան ազատամարտում զոհված աստղաշենցի մարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանը, որը կանգնեցվել էր 2012 Իդեպ նույն ժամանակահատվածում ոչնչացրել են նաև հայրենական մեծ պատերազմում զոհված 1970-ականներին կանգնեցված աստղաշենցիների հիշատակը հավերժացնող հուշարձանը։ Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալն ամբողջությամբ բավարարել է վարույթի երկկատման Հայաստանի միջնորդությունը, Leorment Holdings Limited ընկերությունը եւ Կարապետյաններն ընդդեմ Հայաստանի արբիտրաժային գործով, հայտնել են կառավարությունից։ Նշում են, որ Հայաստանը ներկայացրել է փաստարկներ, որոնցով հիմնավորել է, որ արբիտրաժային տրիբունալի կողմից գործի քննության իրավազորությունը բացակայում է։ Միջազգային տրիբունալը բավարար հիմքեր է տեսել Հայաստանի կառավարության ներկայացված բոլոր փաստարկները վարույթի նախնական փուլում առանձին քննության առարկա դարձնելու համար։ Ռոսիել Խոզնադզորի ղեկավարը անդրադարձել է դեպի Ռուսաստան հայկական գյուղմթերքի մատակարարումների սահմանափակումներին, նշելով, թե դա կապված է ոչ թե քաղաքականության, այլ արտադրողների մոտ որակի արդյունավետ վերահսկողության բացակայության հետ։ Իդեպ ղեկավարը հայտնել է, որ հայկական կողմը իր ղեկավարած կառույցի
բանտի կողմից ուղարկված նամակները անպատասխան է թողնում։ Հայաստանի էկոնոմիկայի նախարարը անդրադառնալով այդ հարցին բացառել է, որ ռազմավարական գործընկեր Ռուսաստանի պետական որևէ մարմնից իր գլխավորած նախարարությունը ստանա նամակ, որին չպատասխանեն ու պատշաճ ուշադրություն չդարձնեն։ Չեմ բացառում, որ իրոք կան որոշակի մտահոգություններ, որոնք որ գործընկերների կողմից բարձրաձայնվել են, դեռ պատշաճ պատասխան միգուցե իրենց մոտ չի ստացվել, պետք է նայել տեսնել որոնք են այդ հարցերը, բերել էկոնոմիկայի նախարարության դաշտ եւ լուծել։ Не можем убедить коллег в Армении, которые занимаются Հայաստանի դեպքում խնդիրը նախ եւ առաջ արտադրության եւ վերահսկողության կազմակերպման մեջ է։ Մեծ թվով փոքր ֆերմերներ արտադրանք են աճեցնում եւ մատակարարում արտահանման, սակայն արտադրության եւ առաքման միջև փաստացի բացակայում է ներքին վերահսկողության եւ կոոպերացիայի համակարգը։ Վերահսկող մարմինները ֆիզիկապես չեն կարող ստուգել արտադրանքի այդպիսի ծավալը։ Այսօրվանից Կիևյան կամուրջը փակ է։ Քաղաքապետարանից հայտնում են, որ հիմնանորոգման աշխատանքները կշարունակվեն մինչև օգոստոսի 23-ը։ Հարակից խաչմերուկում երթևեկությունը փոխվել է։ Հալաբյան, Քրքորյան խաչմերուկում սահմանվում են նոր շրջադարձային ուղղություններ ըստ երթևեկելի գոտիների։ Մարզահամերգային համալիրի կողմից կթույլատրվի միայն ուղիղ երթևեկություն, իսկ լուսացույցների աշխատանքը կհամապատասխանեցվի փոփոխություններին։ Ժամանակավոր կարգավորում է նախատեսված նաև Օրբելի Կիևյան խաչմերուկում, որտեղ որոշ գոտիներից թույլատրվելու է միայն աճ, իսկ մյուսներից ուղիղ եւ ձախ երթևեկություն։ Հայաստանում մեկնարկում է վարչատարածքային բարեփոխումների նոր 8-րդ փուլը, որի արդյունքում հանրապետությունում համայնքների ընդհանուր թիվը 70-ից կրճատվելու է, դառնալով 64։ Այս փուլում համայնքների միավորման գործընթացը ընդգրկելու է հանրապետության 3 մարզեր։ Կառավարությունը շեշտում է, որ այս քայլը մեխանիկական բնույթ չի կրում, այն միտված է մասնագիտական ու ֆինանսական ներուժի մեկտեղմանը, ինչը թույլ կտա իրականացնել ավելի մեծածավալ ծրագրեր։ Պիտանելիության ժամկետը լրացած, կեղծ չգրանցված կամ օրենքի խախտումով շրջանառության մեջ հայտնված դեղերի ոչնչացման նկատմամբ վերահսկողությունը կխստացվի։ Ազգային ժողովում քննարկվել է համապատասխան նախագիծը, թեև նման դեղերը պետք է ոչնչացվեն սահմանված կարգով, եղել են կասկածներ, որ դրանք երբեմն միայն փաստաթղթերով են ոչնչացվել։ Տեսչական մարմինը նաև արձանագրել է դեպքեր, երբ ոչնչացման ենթակա դեղերը կրկին հայտնվել են վաճառքում։ Նախագծով պատասխանատվություն է սահմանվում ոչնչացում իրականացնող կազմակերպությունների համար, իսկ կրկնվող խախտումների դեպքում հնարավոր կլինի դադարեցնել վտանգավոր թափոնների գործածության լիցենզիայի գործողությունը։ Որոշ դեպքերում դեղերը միայն փաստաթղթերով են ոչնչացվել։ Տեսչական մարմինը մի քանի անգամ հայտնաբերել է, որ ոչնչացման ենթակա դեղերը կրկին հայտնվել են դեղատներում եւ վաճառվել։ Այդ պատճառով խստացնում ենք պայմանները եւ սահմանում, որ ոչնչացում իրականացնող լիցենզավորված կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը պատասխանատու լինի նաեւ դեղերի դրոշմանիչների մարումն ապահովելու համար։ 2026 թվականի մայիս ամսվա ընթացքում հարկվճարողների մոտ արձանագրվել է հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման 216 դեպք, իսկ տուգանքի չափը կազմել է 68.5 միլիոն դրամ։ Արձանագրվել է նաև վարձու աշխատողից ձևակերպման 46 դեպք, տուգանքի չափը մոտ 47.3 միլիոն դրամ։ Պետական եկամուտների կոմիտեն հորդորում է հարկվճարողներին դրսևորել հարկային կարգապահություն եւ հետեւել օրենքի պահանջներին, նպաստելով կայուն եւ վստահելի բիզնես միջավայրի ապահովմանը։ Երևանում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի շրջանակում իրավապահները ձերբակալել են 31-ամյա տղամարդու Ուլնեցու փողոցում թմրամիջոց տեղադրելու պահին։ Տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է կպչուն ժապավենով 36 փաթեթ։ Դրանց ընդհանուր քաշն ավելի քան 42 գրամ էր, իսկ ըստ տղամարդու փաթեթներում մետամֆետամին էր։ Տղամարդը նաև հայտնել է, որ 3 փաթեթ արդեն տեղադրել է եւ նույն թմրամիջոցով փաթեթներ ունի նաև տանը, որտեղից 15 գրամ մետամֆետամինը նույնպես հայտնաբերվել ու առգրավել է։ Արձակումից առաջ ազգային ժողովի վերջին քառորյային ընդդիմադիրները դարձյալ դահլիճ չեն եկել։ Իշխանականներին ու անկախ падգամավորներին առաջին, հետո նաև երկրորդ փորձից չի հաջողվում քվորում ապահովել։ Երկրորդ անգամ էլ ըստ ցուցատախտակի քվորում չկա։ Այս դեպքում մեկ падգամավորի բացակայության պատճառով, բայց խորհրդարանի նախագահը անմիջապես նկատում է, ԿՊԱ-ականներից Արուսյակ Ջուլհակյանը գրանցումից հետո դահլիճ եկավ, ուրեմն աշխատանքները սկսել կարող են։
Ձեր քննարկմանն եմ ներկայացնում Խորհրդարանականների սեղանին առաջինը վարչատարածքային բաժանման օրենքի փոփոխությունների նախագիծն է։ Կառավարությունը ուզում է դարձյալ խոշորացնել համայնքները, այս դեպքում Լոռիում, Սյունիքում եւ Վայոց ձորում։ Գործադիրի առաջարկով Լոռի Բերդն ու Գյուլագարակը կմիանան Ստեփանավանին Լոռիում, Տեղն ու Տաթևը Գորիսին, Սյունիքում, Արենին եւ Եղեգիցն էլ Եղեգնաձորին Վայոց ձորում։ Ընդհանուր 80 բնակավայր են իրար միացնում, ընդ որում նույն տեղերում երկրորդ անգամ։ Եթե կարճ ասեմ, ավելի մեծ միավորներում միավորվում են նախկինում միավորված համայնքները։ Խոշորացումը Երևանին, Գյումրիին եւ ազգային փոքրամասնություններով բնակեցված եւս 5 համայնքներին միայն չի հասել։ Հերթական 8-րդ փուլով խորհրդարանը օրենքը ընդունի, միավորված համայնքների թիվը կհասնի 57-ի։ Համայնքների միավորման գործընթացը համայնքների զուտ մեխանիկական միավորում չի ենթադրում, ավելին այն առաջին հերթին մասնագիտական եւ ֆինանսական պոտենցիալի միավորում է համայնքներում, ավելի մեծ համայնքային միավորներում, ավելի մեծ խնդիրներ լուծելու նպատակով։ Տարածքային կառավարման նախարարը համոզված է խոշորացմամբ էականորեն փոխվել են համայնքների դիմագծերը, բայց падգամավորները նրան հարցեր տալ չեն կարող։ Գրավոր առաջարկներ չեն եղել։ Փոխարենը հորդոր ՔՊ-ից ազգային փոքրամասնությունների համայնքներին խոշորացման համար նույնիսկ չմոտենալ։ Իհարկե հակառակ կարծիքն այն է, որ միջոցները բավարար չեն լինի, որ այդ գյուղերի զարգացման խնդիրները կմնան առկախ եւ այլն, այստեղ պետությունը ուրեմն անելիք ունի։ Ուրեմն մենք պետք է լրացուցիչ միջոցներ տրամադրենք պետական բյուջեից ազգային փոքրամասնություններ բնակեցված տարածքները, գյուղերը, բնակավայրերը զարգացնելու համար։ Խոշորացման նոր առաջարկներով տարածքային կառավարման նախարարը խորհրդարան դեռ գալու է, բայց ի պատասխան իշխանական падգամավորի հորդորի Դավիթ Խուդատյանը հայտարարում է, որ առաջիկա ծրագրերում ազգային փոքրամասնություններով բնակեցված համայնքները խոշորացնելու հարց չի լինելու։ Մինչև այդ ֆինանսների փոխնախարարը կգա կենտրոնական ամբիոնի մոտ, ավելացված արժեքի հարկից ազատված բանկերին համարժեք հարկելու հնարավորություն ունենալու համար։ Մեզ համար հիմնական նպատակ է եղել այն, որ համարժեք հարկում ապահովելով հանդերձ չունենանք այնպիսի վիճակ, որ ճնշումներ գործադրվեն բանկերի կողմից մատուցվող ծառայությունների գների վրա, այսինքն որպեսզի լուծումը որևէ դեպքում չհանգեցնի մեր քաղաքացիների եւ գործարար շրջանակների համար բանկային ծառայությունների գների ավելացման։ Լրացուցիչ մուտքերը որքան կկազմեն, կոնկրետ հաշվարկներ չկան, բայց բանկերի այս պահին չբաշխված շահույթը գերազանցում է 1 տրիլիոնը։ Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև շրջանակային համաձայնագիրը նախատեսվում է $300 միլիարդ ծավալով մասնավոր ներդրումային հիմնադրամի ստեղծում, ընդ որում այդ գումարի ավելի քան կեսը արդեն ապահոված է ներդրողների պարտավորություններով։ Հայտնելով այս մասին, Reuters-ը նշում է, որ հիմնադրամը կոչված է դառնալու տնտեսական խթան կողմերի միջև վերջնական գործարքի ստորագրման համար։ Գործակալության տեղեկացմամբ այս ֆինանսական մեխանիզմը չի ենթադրում պետական ֆինանսավորման կամ դրամաշնորհների օգտագործում։ Միջոցները կտրամադրվեն մասնավոր հատվածի կողմից։ Հերոսազրույց է տեղի ունեցել Իրանի եւ Ռուսաստանի արտգործնախարարների միջև Աբբաս Արաղչին ու Լավրովը քննարկել են Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրի մանրամասները, ինչպես նաեւ տարածաշրջանային եւ երկկողմ հարաբերությունների օրակարգը։ Նախարարները նաեւ նշել են, որ այս համաձայնագիրն ունի միջազգային հանրության եւ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի աջակցության կարիքը։ Մերձավոր Արևելքում հակամարտության դադարեցման շուրջ ԱՄՆ-ի եւ Իրանի միջև ձեռքբերված համաձայնությանը զուգահեռ Իսրայելը շարունակում է Լիբանանի հարավին հասցվող ավիահարվածները։ Նախորդին Լիբանանում 4 բնակչի կյանք խլած իսրայելական հարվածներից հետո հայտարարությամբ է հանդես եկել Իրանի զինված ուժերը համակարգող Խաթամ ալ-Անբիա շտաբը։ Հայտարարության մեջ նշվում է, որ եթե Իսրայելը չդադարեցնի հարձակումները, ապա Իսլամական Հանրապետության կողմից կոշտ պատասխանի պետք է սպասի։ Իսրայելը իր հերթին հայտարարել է, որ վնասազերծել է Հեզբոլայի կողմից արձակված մի քանի հրթիռ եւ պատասխան հարվածներ է հասցրել։ Ռուսական գազի եւ նավթի արտահանման դեմ նոր պատժամիջոցներ են կիրառվելու։ Ֆրանսիական Էվիան քաղաքում կայացած մեծ յոթնյակի գագաթնաժողովում անդամ երկրները համաձայնել են մեծացնել ճնշումը Ռուսաստանի ռազմական տնտեսության վրա։ Միաժամանակ մեծ յոթնյակի երկրները հայտարարել են, որ միասնական են Ուկրաինային իրենց անսասան աջակցության հարցում, որը պաշտպանում է իր ազատությունը, ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը։ Առաջնորդները համաձայնել են ավելացնել Ուկրաինային հակաօդային պաշտպանության համակարգերի, խափանող սարքերի, հեռահար հրթիռների եւ այլ զենքի մատակարարումները։ Որոնողական աշխատանքների երրորդ օրը Փամբակ գետում Սևանի ջրասուզակը հայտնաբերել է ջրահեղձ եղած 7-ամյա աղջնակիցին, դեպքի վայրից մոտ 500 մետր հեռավորության վրա։
Բայց ծառի արմատի տակ էր, չէ՞ երեխեն։ Ինքը կոտրված մեծ ծառը ջրի չեն գած։ Նեխած ծառ էր արդեն։ Ծառի արմատին կպած էր։ Հավանաբար էս ջարդված ճողին այդ արմատներն են պահում։ Երեխեն դերում է ծրերով այդ արմատների ծառի ճողերի տակ, ամենից տակ է երեխեն մտավ։ Ալիքի կոպա։ Վանաձորում վաղ առավոտյան են վերսկսել աշխատանքները։ Փրկարարները որոնում են 7-ամյա աղջնակի քրոջը 13-ամյա Նարինեին։ Տեղում աշխատանքները ղեկավարում է Փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի պետ Հայկ Նաղդալյանն ու Լոռու մարզային փրկարարական վարչության պետ Սերոբ Կապրելյանը։ Դեպքի վայրը այս Երևանից գտնվում ներքին գործերի նախարարի տեղակալ փրկարար ծառայության տնօրեն Արամ Ղազարյանը։ Ինչ դժվար է, դուք համբակ գետը կատաղել է։ Հիշեցնեմ, որ երկու քույրերի որոնողական աշխատանքներում հարյուրավոր փրկարարներ են ներգրավված, կամավորներ, նաև ջրասուզակներ։ Օգտագործվում են անօդաչու թռչող սարքեր, նավակներ ու այլ տեխնիկական միջոցներ։ Մեծ թվով կամավորներ, դա ամենակարևորը սրտացավ քաղաքացիներ նույնպես առաջին իսկ օրվանից մասնակցել են քույրերի որոնողական աշխատանքներին։ Մեծ աշխատանք է կատարվել նաև Լոռու մարզպետ Արեն Մկրչյանի հանձնարարականով մարզպետարանի աշխատակիցներն են եղել։ Մի խոսքով, որ ասում եմ, բոլորը ինչով հնարավոր է արել են։ Հունիսի 16-ին ողբերգական վթար է տեղի ունեցել։ Լանջար գյուղի վարչական տարածքում բախվել են իրանական համարանիշներով Volvo կցորդիչով բեռնատարն ու Mercedes-ը։ Մեկ հոգի տեղում մահացել է, 5 վիրավոր կա։ Վիրավորներին առաջին օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած Արարատ բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Իմ տեղեկություններով վիրավորներից 3-ին տեղափոխել են Երևանի մասնագիտացված հիվանդանոցներ։ Օպերատիվորեն ժամանել են ներքին գործերի նախարարության, ոստիկանության, բարեկային ծառայության, Արարատի մարզի գումարտակի բարեկները, գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Հակոբյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ օրվա պատասխանատու Սահակ Թաթևոսյանի, գումարտակի ծառայության տեսուչ Արթուր Կոցինյանի գլխավորությամբ։ Հունիսի 17-ին Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծ փողոցի 104 հասցեի դիմաց բախվել են Mercedes Sprinter-ն ու Hyundai-ին։ Երկու հոգի տեղափոխվել է Աշտարակ բժշկական կենտրոն, մեկն էլ Երևանի Արմենիա բժշկական կենտրոն։ Ըստ տեղեկությունների մեքենայում եղել է մոտ 18 ուղևոր, հիմնականում երեխաներ։ Նրանք Տելակամարային ճամբարից ուղևորվում էին Կարին գյուղ էքսկուրսիայի։ Հունիսի 16-ին մայրաքաղաքում Ֆրանսիայի հրապարակում բախվել են 20-ամյա Ռոզալիի Range Rover-ը եւ Թուրքմենստանի քաղաքացի 41-ամյա Շոհրաթի վարած մոպեդը։ Վերջինը կողաշրջվել է, իսկ մոպեդավարին առաջին օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Նա տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց, տեղում էին ոստիկանության, բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի առաջին վաշտի պարեկները։